Զատիկը մեր ճոխ սեղանները չէ, զատիկը քո և իմ համար թափված Աստծո արյունն է, նրա խաչն է, ցավն է, զատիկը հարությունն է, զատիկը օրհնություն և փրկություն է այն մարդկանց համար, ովքեր գիտեն դրա խորհուրդը և որոնց համար խաչյալ և հարությալ Քրիստոսը իրենց Աստվածն ու Փրկիչն է։ Զատիկը հիշեցում է այն մասին, որ մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով հավիտենական կյանք ենք ժառանգել։ Զատիկն աշխարհի ամենամեծ սիրո իրական պատմությունն է, գրված Աստծո արյամբ։ Թող այդ պատմության հեղինակը միշտ ներկա լինի մեր մտքերում, սրտերում և մեր օջախներում, որպեսզի զատիկը մեզ համար միայն տոն չլինի, այլ մեր փրկության իրական գիտակցում և վկայություն։ Զատիկը նշելը չէ, որ մեզ փրկություն կպարգևի, այլ մեր սրտերը մաքուր պահելը և Քրիստոսի նրանցում ունենալը։ Մենք իհարկե կարող ենք մեծ ճոխությամբ տոնել զատիկը, բայց դա բացի տոնական տրամադրությունից ուրիշ ոչինչ չի կարող տալ մեզ, եթե մենք Քրիստոսի հետ հարություն չենք առել նոր կյանքի համար։ Շնորհավոր Սուրբ Զատիկ, թող մեր Տիրոջ հրաշափառ հարության տոնը առիթ դառնա մեր ազգի ապաշխարության համար։ Ներում խնդրենք, դարձի գանք, որպեսզի Տիրոջ ողորմությունն ու կթությունը տարածվի մեր ազգի և մեր հայրենիքի վրա։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, որ քո աստվածային կյանքը զոհեցիր մեր անարժաններիս համար։ Փառք քեզ, ողորմած և մարդասեր մեր Տեր Աստված։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը մեր Տեր Քրիստոսի։ Ամեն։